Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան համալիրի ստեղծման պատմությունն այս անգամ էլ հայտնվել է հեղինակավոր The Independent պարբերականի էջերում։ Լրագրող Rich Booth գրում է. «Ալյումինե հսկայական արձանը Երևանի արվարձաններից մեկում է։ Ցանկապատից այն կողմ փոշոտ շինհրապարակում են այն հատվածները, որոնց միավորմամբ ստեղծվելու է Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը։ Զովոնի գյուղում հսկա արվեստանոցի ցանկապատի հետևում ալյումինե հսկաները սպասում են այն օրվան, թե երբ ուղղաթիռով կտեղափոխեն իրենց դեպի Հատիսլեր։ Հոդվածագիրը պատմում է, որ հունիսյան տաք կեսօր էր, երբ հասավ այդ վայրը։ Ռուս զբոսաշրջիկների մի խումբ հենց նոր էր կանգ առել ցանկապատի արանքից նայում էին, որ դռները բացվեն ու սկսեն սելֆիներ անել։ Նախագծի մասշտաբն ակնառու է դառնում դեռ բակ չմտած։ Վերխոյացող հսկայական կերպարանքը հարակից կառույցներից էլ բարձր է։ Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ իր մտահղացման մասին խոսել է 2022 թվականին։ Քաղաքական ցնցումներից եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Հայաստանի կորուստներից հետո գործարարը ցանկացել է, որ իր ազգն ունենա վերածննդի նոր խորհրդանիշ եւ հույսը չկորցնի, գրում է Rich Booth-ը։ Հավելում, որ Հայաստանը կդառնա զբոսաշրջային խոշոր կենտրոն։ Հիշատակում կա նաեւ այն մասին, որ Հայաստանը վերջերս ընդլայնել է իր զբոսաշրջային կապերը Արևմտյան Եվրոպայի հետ, գործարկվել են ուղիղ չվերթներ Լոնդոնի Լուտոն օդանավակայանից։ Ծավալուն հոդվածն ավարտվում է այն տողերով, թե ինչ ուշադրությամբ է աշխարհը հետևում Հայաստանում տեղի ունեցող խոշոր իրադարձությանը։ Մի շարք հանրահայտ դեմքեր տարբեր երկրներից գնում են տեսնելու։ Մի մասն էլ խոսում է խոշոր նախագծի մասին դեռ չտեսած։ Լրագրողն առանձնացրել է UFC չեմպիոն Քոնոր Մակգրեգորի գրառումը, որտեղ աշխարհահռչակ մարզիկը ցանկություն էր հայտնել իր հայրենի Իռլանդիայում նույնպես կառուցել Քրիստոսի մեծ արձան։ Իսկ մինչև այդ հայտնել էր հիացմունքն ու Հայաստանում ստեղծվող Գագիկ Ծառուկյանի նախագիծը որակել հոյակապ։ Ալադավթյան, Էպիկենտրոն։